իրենք որ անհավաք են արել սպառնացել են։ Պարոն Կարապետյան, ես իշխանությունների քարոզչությունը վերջին շրջանում այդ մասով եմ ձեզ ուզում կոնկրետ հարցուղել։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար։ Կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Ինչպես եք դուք գնահատում կոնկրետ, ինչպես եք հակադարձել այս կորուստությանը։ Մի քանի հազար մարդկանցից ես ճանաչում եմ երևի 10%-ին, 15%-ին։ Այսինքն ոչ գաղափարական ինձ թվում է վերջի ժամանակն է մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից։ Իրենք մենակ ինչ որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որևէ ինչ որ իրենց առաջարկը մեր երկրի հետ կապված մենք չենք լսել այս քանի օրը։ Միայն անվանարկում են ու կարծում եմ որ մեր ժողովրդին դա է հետաքրքիր, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այն շեմը, մեր ժողովրդավարությունը հաղթահարել է այն շեմը, որ անհատներին անվանարկելով մարդը կարող է գալ իշխանության։ Ասել եք միջազգային փորձագետի ինչ ասեց, ասեց այնքան ենք հարձակվելու Հայաստանի վրա, միջև Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ինքը ձեզ հետ քննարկել է, թե ինքը իր ձևով է որոշել հարձակվել։ Շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ, ժամանակ տալիս, որ ամբողջ աշխարհը իմանա, դրանից հետո նա նշեց, որ գրոհելու են հիմա Հայաստանի վրա ոչ ոք չի կարա գրոհի, գրոհելու միայն հավասար շռել է պետք, միայն հավասար շռել է պետք։ Իրեն եք բանան են կկալանավորել։ Իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է բերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Պարոն Կարապետյան, Հա, խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, Խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժը, որ պետության համը բերանները տա մնալու վախենում եք այդ արտահայտությունից։ Ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է։ Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջի անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է։ Այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից, եթե ենթադրվող հավաքից հետո, որոնք են լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո Ձեր քայլերը որոնք են այսօր։ լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Դուք հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմում են ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը, ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։ Պարոն Կարապետյան, կարծիքներ կան, որ պետք է արտաքսել ձեր փաստաբանին իր այդ հայտարարության համար, որ ասել է կգրոհենք Հայաստանի վրա միջև Սամվել Կարապետյանին ազատ արձակեն։ Այս մասով ինչ կասեք։ Պարոն Ամստերդամը շատ էմոցիոնալ, միշտ հայտնի է իր էմոցիոնալ ելույթներով, կարծում եմ, որ Դուք չտարակուսեցիք, երբ լսեցիք, որ նա Դե յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար դա տարակուսել է, բայց մենք էլ հասկանում ենք, որ դա իր հիմնական նպատակը բանի հետ կապված է իշխանության։ Չեք կարծում, որ հասարակության հետ մի քիչ շատ եք բարդ լեզվով խոսում, մեր ձևով կգրոհենք Հայաստանի վրա, ինչու պարզ չեք խոսում, որ հանրությունն իմանա ինչ նկատի։ Մեր ձևով 6 տարը կամ 7 դրանից պարզ լեզու։ Բովանդակությունը մեր ձևովի միջև հիմա պարզ չի, պարոն Կարապետյան։ Մենք մի քանի անգամ ասել ենք ամեն մեկը յուրաքանչյուր մարդ ունի իր ձևը։ Հայավարի ձեր հորիախոտական ասում է ազատության։ Այո, ամեն մարդ հենց դա է հիմքը, ամեն մարդ ունի
իր պատկերացումը, իր ձևը, ձեր ձևը ո՞րն է, Նարեկ ջան։ Բարդ հարցեր տալը մարդկանց մեր ձևով իշխան բայց եթե մյուս թույլ գործընկերները ուզեն Պարոն Կարապետյան, բայց մի խոչում դրոտեք ներողություն հարցը չէ։ Լավ, Պարոն Կարապետյան, դուք որ ասում եք յուրաքանչյուր ոք ինքը բանանի հասկանա մեր ձևով։ Չէ, իր համար ինքն է որոշում իր ձևը, դասախոսի համար իր ձևը։ Մի բան է, Սամվել Կարապետյան, ներողություն, Սամվել չեմ կարծում, որ պարոն Ամստերդամի ձևը, չգիտեմ, օթանավերով գրոհելն է, Ամստերդամի ձևը հիմնականում դա իրավական Պարոն Կարապետյան, իշխող ԶԼՄ-ները հրապարակել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների Մամուլի խոսնակին ասել, շատ լավ համապատում է սահմանափակման։ Պարոն Կարապետյան, իշխող ԶԼՄ-ները գրել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների, ասում են միացեք մեր ձևով շարժմանը, ասում են չենք ցանկանում, հետո SMS են ուղարկում, ասում են շնորհակալություն միացման համար։ Նման բան եղել է թե չէ։ Մի քիչ տարածք այնտեղ բացվի, ավելի հանգիստ բոլորս հետ կկանգնենք։ Նույն ձև հետ ենք գնում։ Լավ, այս հարցին պատասխանեմ, ինձ թվում է այս հարցին պատասխանեմ, հարցը ինչպես է տեղի ունենում գրանցումը։ Մարդիկ գալիս են 3 տարբեր ձևով, սոցհարթակներով, զանգերով եւ գնում են մեր նոր բացված շտաբեր։ Գնում են եւ դրա արդյունքում գրանցվում են, թողում են համար։ Հնարավոր է մարդը ուրիշի համար թողած լինի, բայց տալիս են իրենց կենսագրական տվյալները, ոչ կենսագրական չէ, մի քանի տվյալ իրենց մասին, որ իրենց այդ հնարավորություն լինի հետ կապնվել։ Հնարավոր է մեկին իրենք ուղարկած լինեն կամ բան լինի, որ հատուկ դրա առիթով ինչ որ բան սարքեն, բայց 5000 մարդ արդեն գրանցվել է եւ մենք ամեն օր տեսնում ենք, դուք տեսաք մի քանի օր առաջ կներեք, մի քիչ հետ գնանք ու բան անենք։ Ժորժ մի վարքյան, թող օպերատորները մի գծով կանգնեն։ Մի վարքյան, Ժորժ ջան, դե հասկանում ենք իրավիճակը, մենք ինչ անենք։ Ազատություն! Ազատություն! Ազատություն!